Հայոց լեռնաշխարհից եւ Արմնյուզի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy. Սիրելի հայրենակիցներ, նախքան սկսելը պետք է շտկենք մի քանի վրիպակ նախորդ հաղորդումներից։ Նախ մենք նվազագույն աշխատավարձի մասին խոսելիս նշել ենք 32,500 դրամ աշխատավարձը, մինչդեռ իրականում այն արդեն 46,000 դրամ է կազմում։ Բայց թե կառավարությունն էլ է մեղավոր, այնքան արագ են բարձրացնում, որ ուղղակի չեն հասցնում։ Եվ երկրորդը, նախորդ հաղորդման ընթացքում Սերգեյը եթեր էր դուրս եկել դեպի ձախ ծրված փողկապով։ Ես գիտակցում եմ, որ այդ հաղորդումը հնարավոր է տեսածել են նաև կանայք եւ երեխաներ։ Գիտակցում եմ իմ պատճառած բարոյ հոգեբանական վնասը եւ դրա համար հայցում եմ ձեր ներողամտությունը։ Խոստանում եմ ապագայում ավելի ուշադիր լինել այդ հարցում։ Նաև ներողություն ենք խնդրում Սերգեյի փողկապի լայն եւ հնաոճ լինելու համար։ Հա՞։ Այդ հետո կբացատրեմ, իսկ այս թողարկման մեջ դիտեք։ Ուսուցիչների տոնը եւ պաշտոնյաների հիշողությունները։ Զարուհի Փոստանջյանը վերադարձավ առանց սպասված սկանդալի։ Լավ լուր, վատ լուր, փիլիսոփայական էջ։ Ինչ ընդհանրություն ունեն Ադրբեջանն ու Պավլովի շունը։ Մշակութային սկանդալ, ինտրիգներ, սպառնալիքներ։ Քաղաքականությամբ չեմ զբաղվում, ինձ թվում էր ավելի շատ կինոյից կամ թատրոնից կխոսեմ։ Առաջին ռազմայնասիրականը շնորհավորում է Հայաստանի ուսուցիչներին եւ ուսուցչուհիներին իրենց տոնի կապակցությամբ։ Շնորհավորում ենք եւ բացահայտում ենք, որ քաղաքական գործիչները եւս եղել են աշակերտ, այս օրերին ազգային ժողովում էր հենց ԱԺ նախագահի ուսուցչուհին։ Ինչ եք ցանկացել, ինչ կդառնայինք։ Ես ասացինք, ես պիտի մինիստր դառնամ։ Գոհենք, որ այստեղ ենք։ Առանց գիտելիքի այստեղ չենք լինի։ Դե ազգային ժողովը հենց դրա համար էլ ազգային ժողովը, որ իր մեջ հավաքել է հանրապետության ողջ ինտելեկտուալ էլիտան։ Չէ, դա ինտելեկտուալ էլիտա լինելու համար ինձ թվում է նաև պետքա երկնիշ թվերը բազմապատկել մտքում։ Դե լավ, այդ արդեն ֆանտաստիկայի դաշտից, այդ նույնիսկ ես չեմ կարող, ասենք 24-ը 18-ով։ Տեղյակ որ ես երկնիշ թվերը մտքով բազմապատկում մտովին։ Ասում այն ժամանակ էլ գիտեի։ Դե մի մարդ գտնես, որ մտովին բազմապատկի երկնիշ թվերը։ Մի խոսքով շնորհավոր ուսուցիչների տոնը։ Իսկ անցած շաբաթ նաև պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն դպրոց է հանդիսացել մի շատ պիկանտ նորաստեղծ քաղաքական գործչի համար։ Անունը չես տալու, չէ՞։ Չէ։ Մի քանի տարի ինքը եղել է, չէ՞, Հանրապետական կուսակցության անդամ, 3 տարի։ 150-ից ավել անդամ ունի եւ այդպես չէ, որ բոլոր անդամները գալիս են։ Հանրապետականը 150-ից ավելի անդամ ունի ընդամենը, այսինքն Հայաստանի ամենափոքր կուսակցությունն է, Կոմկուսից հետո որ 123 անդամ ունի։ 122 արդեն չիմացար։ Ջաջ Վիտալիկի պապին։ Պապին չէր, քերին էր։ Մի խոսքով, համ էլ 150-ից ավել ձևակերպումը շատ լայն է, ասենք 3 միլիարդն էլ է 150-ից ավել։ Լրագրողը նաև հարց տվեց կապված կանանց վիրավորելու հետ։ Ինչպես կվերաբերվեք օրենսդրական նախաձեռնություն է ուզում բերի ԱԺ, որպիսի այն տղամարդիկ, ովքեր վիրավորել են կնոջը դրամական 400-ից 500,000 փոխհատուցում տան, հա, այդ բավարար է, կարծում եք։ Այդտենց կառույցն էլ կար, որ կանանց փող են տալի, բայց այլ նպատակներով։ Անհեթեթ մոտեցում է։ Ինչ կառույց, ինչ նպատակներով։ Եթե սա թեթև ակնարկ էր այն կառույցների, որոնք փող են տալիս կանանց ժամանակավոր սիրո համար, ապա ինչու եք դա նկատի ունենում։ Եվ վերջին հարցը դավադրական դաշտից, էլի էս կնոջ մասին։ Ասում են ինքը Հանրապետական կուսակցության քաղաքական PR պրոյեկտն է, որպեսզի հանրության ուշադրությունը ցրի կարևոր թեմաներից։ Լրագրող ջան, կարևոր հարցերից հանրության ուշադրությունը շեղելու ամենամեծ PR պրոյեկտը ձեր դեմ կանգնած է։ Հալա սպասի պատասխանի մարդը, կարող է երկուսն էլ PR պրոյեկտ են։ Ես չեմ կարծում, որ մարդ, որին չեմ ճանաչում, կկարողանա PR ծրագրերի մասնակցել հանրապետականը։ Հա, լավ, всё։ Զարուհի Փոստանջյանը վերադարձավ Հայաստան առանց ակնկալվող տհաճությունների։ Տհաճություն ասելով նկատի ունենք այս հնարավոր սցենարը։ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դատապարտելի չի համարում երիտասարդ հանրապետականների օդանավակայան գնալու եւ Ստրասբուրգից ժամանող Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ լոլիկ ու ձուն նետելու մտադրությունը։ Բայց այդ էնտուզիազմի վրա լցվեց մի քիչ ջուր լցվեց երիտասարդ հանրապետականների էնտուզիազմի վրա։ Նախագահի գրասենյակը սխալ է համարում այդ կարգի ակցիա կազմակերպելը եւ կոչ է անում ձեռնպահ մնալ այդպիսի նախաձեռնություններից։
Եվ արդյունքում օդանավակայում Զարուհու ժամանման ժամանակ տիրում էր խինդ եւ ուրախություն։ Եվ Արամ Կարապետյան։ Ինքն էլ էր տիրում։ Այո, խինդ ուրախություն եւ Արամ Կարապետյան։ Հաց տալու թե տեղը, թե ոճը, թե ձևը բնորոշվում է միայն քաղաքակրթության մակարդակով։ Եթե մարդը չի հայոյում, եթե մարդը դա չի անում հեգնելով, եթե մարդը դրանով չի արտացոլում մարդկային ինչ-որ կերպարանափոխություն, մարդուն չի վիրավորում, մարդը քաղաքական հարց է տալու։ Փոստանջանի խիստ քաղաքական հարցի արդյունքում Զվարթնոցը դարավ տարածաշրջանի ամենազվարթ տեղը։ Արդյունքում կրքերը այնքան էին թեժացել, որ զառա վանկարկումներով դիմավորում էին ոչ միայն Զարուհի Փոստանջանին։ Բայց դե Զարուհուն էլ զառայով դիմավորեցին։ Հա, նես չի որ իրան Դավիթ էին վանկարկում։ Իսկ այդ ընթացքում ԲՀԿ-ի ներկայացուցիչը պատմեց այդ ելույթի ազդեցության մասին։ ԲՀԿ-ն այս հարցում դատապարտող կողմից է։ Չեմ լսել որևէ մեկ падգամավորից, որը ասեր, որ այսինչ հրաշալի հարց հնչեց։ Չի եղել նման բան։ Բոլորի համար ուղղակիորեն դա անընդունելի էր, անգամ այն падգամավորների համար, ովքեր հայտնի են իրենց մոլի հակահայությամբ։ Սակայն մեր տեղեկություններով այդ ելույթը շատ մեծ շուկով է ընդունվել եւ արդեն սկսել է պտուղներ տալ։ Մեր հատուկ բրյուսելյան լրագրող Մհեր Խաչատրյանը կպատմի մանրամասները։ Մհեր, այո տղաներ, Զարուհու օրինակը ուղակի վարակիչ էր։ Հիմա բոլոր եվրոպացի падգամավորները սկսել են շատ խիզախ հարցեր տալ իրենց իշխանություններին։ Ինչ հարցեր։ Զուտ քաղաքական։ Օրինակ Շվեդիայի падգամավորը իրենց նախագահին հարցրեց. Արդյոք ճիշտ են այն ասեկոսեները, որ դուք քնում եք ձեր քարտուղարու հարևանի հետ եւ այդ ամենը կատարվում է Հիտլերի ճառի ձայնագրության տակ։ Եթե այո, ապա հատկապես որ ճառի տակ եք դա անում։ Բայց դա ոնց որ այդքան քաղաքական չի։ Հիմա արդեն քաղաքական է։ Իսկ ֆրանսիացի падգամավորը իրենց նախագահին հարցրեց. Արդյոք ճիշտ է, որ դուք խմել եք ֆրանսիական կոնյակ եւ այդ ամենը զապիվատ եք արել ռուսական գարեջրով։ Ինչ որ հիմնավորում բերել է։ Հիմնավորում բերելու է տուզիկ ավանդույթը արդեն անցյալում է։ Ստեղ խոսքի ազատություն է։ Բարձր, շնորհակալություն Մհեր, բայց այդ ետևումը իրոք հսկայական վաֆլի է, հա։ Այո, հիմա իմ հետևում իրոք աննորմալ մեծ վաֆլի է։ Իսկ ինչու։ Որովհետև ափսոսում եք 2 կոպեկ փող տակ ինձ Բելգիա ուղարկեք, իսկ ես միակ բանն է, որ ես գիտեմ Բելգիայի մասին։ Շնորհակալություն Մհեր։ Հա, մեկ էլ լսել եմ, որ Սերգեյն ու Նարեկը ամեն ուրբաթ Այժմ ուզում ենք ներկայացնել մի նոր էջ, որի անունը դրել ենք լավ լուր, վատ լուր։ Այսինքն փորձ ենք անելու ամեն վատ լուրի մեջ գտնել լավը, ինչ-որ մի լավ բան, չէ՞։ Իհարկե, բայց որ մեկ-մեկ հակառակն էլ լինի, նեղանալ չկա, փորձ ենք դրա վրա էլ ծիծաղել, օրինակ, ահա շատ լավ լուր։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունների գնահատականով Հայաստան այլևս աղքատ երկրների խմբին չի դասվում։ Yes! Այ տենց քեզ Տանզանիա, դե գնա տես ինչ ես անում։ Բայց սրա վատ կողմը ո՞րն է։ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի խոսքով դա նշանակում է, որ Հայաստանը միջազգային ֆինանսական կազմակերպություններից այլևս արտոնյալ պայմաններով վարկեր չի ստանալու։ Այդ ձրիակեր երկիր է, էլ է Տանզանիան, տենամ այդ առանց այդ արտոնյալ վարկերը ինչ եք անելու։ Լավ, համաներումը միանշանակ լավ լուր է, չէ՞։ ՀԱԿ 4 ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, իսկ Տիգրան Արաքելյանն ազատ կարձակվի։ Հոյակապ լուր է ուղղակի։ Իրոք շատ լավ լուր է։ Ազատազրկման դատապարտված ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարկ Հարոհանյանի, ինչպես նաև 4 տարվա ազատազրկման դատապարտված ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի վրա։ Հա, տենց, հա։ Պարզա վերջ։ Համաներումը կազդի նաև Ազգեն Խաչիկյանի վրա, սակայն միայն պատիժը կկրճատվի։ Էլի Խաչիկյան, սաղին բաց են թողնում, թող ես մարդուն էլ բաց թողնեն։ Հա, ես վստահ եմ, որ այն թոշակառուներն էլ ում փողերը գրպանվել են դեմ չեն։ Հա, լավ, Վրաստանի նախագահ Սաակաշվիլին, ինչպես տեսնում ենք, հաջորդ տեսանյութում օդանավակայանից կնոջ հետ է գնում տուն առանց կորտեժի, առանց եսի ինչի համեստ։ Smart car-ը քշում մարդը, այս է Nissan Leaf-երից է, որ մենակ էլեկտրականությամբ է աշխատում։ Շատ կայֆ է, էկոլոգիան է պահպանում, առողջ ապրելակերպ է խրախուսում։ Այդ առողջ ապրելակերպի հետ կապված ես տես վստահ չի ասի, մի հատ համարներ են այ։ BBQ, barbecue, այսինքն խորոված։ Գոնե աջարական լիներ,
Չէ լավ, դա էլ արդեն լրիվ քաղաքական պահ կդառնար։ Եվ վերջին լավ լուրը ԱՄՆ-ից ռեստորանի աշխատող մի երիտասարդ մտավ ինտերնետ իր բանկային հաշիվը ստուգելու ու տադադադամ։ Իր բանկային հաշիվը ստուգելիս նա հայտնաբերեց ավելի քան 4 տրիլիոն դոլար։ Բա շատ լավ է, իրանց մոտ էլ կառավարությունը փակ է, որովհետև արտաքին պարտքը 16 տրիլիոնը չպետք է գերազանցի։ Հենա Օբաման արդեն ոդկով է գնում էժան կաֆեներում հաց ուտելու, թող կոնը մի մասը պարտքով տա կառավարությանը ու դա կլինի ոչ թե արտաքին, այլ ներքին պարտք, այսինքն ԱՄՆ կառավարությունը կարող է բացվել։ Այո, մնում այս մարդը համաձայնվի։ Նա ասաց, որ 3 տրիլիոնը կտար կառավարությանը, իսկ այն մյուս տրիլիոնն ու մանրը կպահեր իրեն։ Աշկիս առաջին ռազմայնասիրականը հենց նոր լուծեց ԱՄՆ տնտեսական ճգնաժամը։ Քանի րոպե, 2, 3։ Օբամա ջան, դե մեզ էլ ինչ տակ։ Դա իրական 4 տրիլիոն չէր, ուղղակի մեր կայքի սխալն էր։ Ադե լավ, էլի լավ։ Լավ, Ամերիկա ջան, մի երկու օր էլ յոլա գնացեք, մի բան կմտածենք։ Իսկ Arm Comedy հյուրանոց այսօր եկել էր տարածաշրջանի ամենահայտնի Արսեն Գրիգորյանը, կարելի է չէ՞ տենց ասել։ Որ ոչ մեկին չվիրավորենք, ասենք 8 ամենահայտնի Արսեն Գրիգորյաններից մեկը։ Այսօրվա մեր հյուրանոցի հյուրն է դերասան, գրող, հրապարակախոս Արսեն Գրիգորյանը։ Բայց ես գրող հրապարակախոս չեմ։ Կնի թողես հաղորդումս ես անեմ։ Հա ինչ ես անդադ սաղին ուղում։ Առաջին անգամ խոսեցի։ Կներեք։ Մեր հյուրն է Facebook օգտատեր Արսեն Գրիգորյանը։ Արսեն, ինչպես ես վերաբերում ամերիկյան ֆինանսական տնտեսական ճգնաժամին։ Հա, սա ավելի շատ Օբամայի սոցիալիստական քաղաքականության հետևանք էր։ Դե շատ վատ է որ ճգնաժամ կա, բայց ես դրա մասնագետը չեմ։ Քաղաքականությամբ չեմ զբաղվում, ինձ թվում էր ավելի շատ կինոյից կամ թատրոնից կխոսենք։ Արսեն ջան, մեր հաղորդումն է, ինչի մասին ուզում ենք խոսում ենք։ Դու քո հաղորդումը կբացես, ինչի մասին կուզենաս թատրոնի մասին, կուզենաս M&M's-ների մասին։ Մերը քաղաքական ուղղվածություն ունեցող հաղորդում է։ Լավ, այստեղ քաղաքական հարցեր ենք տալիս, լավ։ Լավ, ներողություն։ Մասերը կտրել ես։ Հա։ Ապրես։ Միակ միջոցը, որով քեզ տարբերում ենք այն մնացած Արսեն Գրիգորյանից, գնացեք կտրել ես։ Կներեք։ Ինչ որ նոր ժողովրդական երգ ձայնագրել ես վերջերս։ Այսինքն տենում ես, էս էիր ուզում, արդեն քեզ խառնում ա։ Զգացի։ Լավ։ Ուրեմն ինչ վերաբերում է Ամերիկայի ճգնաժամին։ Վերջին անգամ նման բան 95-96 թվականներին ա եղել ու ընդամենը մի շաբաթ ա տևել։ Ես կարծում եմ ոնց էլ չլինի շուտով հանրապետականներն ու դեմոկրատները կբարիշեն ու այս հարցը կլուծվի։ Իդեպ Ամերիկայի կառավարությունը եթե մի ամիս չի աշխատում, նույնքան գումար է կորցնում, որքան փոթորիկ Կատրինայի հետևանքում։ Իսկ մեր կառավարությունը որ աշխատում է, էլի այդքան գումար են կորցնում։ Արսեն, դու չես առանց խոչուշների, հասկանում ես։ Դու չես։ Բայց sense լրիվ ուրիշ մարդ ես։ Արի գոնե sense էլի, այս բանը։ Հա, էլի կարելի։ Չէ։ Հա լավ։ Չէ, լավ է։ Երկրպագուներիդ համար էլի։ Չէ։ Հա, այդքան ունեցել ես, դրանից էլ։ Աբե չէ։ Արսեն բե։ Չէ, էլի, չէ։ Ասենք ինչ կլինի։ Մի վարքան էլի։ Այսքանն էր Arm Comedy հյուրանոցը եւ մեր հյուրն էր դերասան Արսեն Գրիգորյանը։ Արսեն ջան։ Նարեկ ջան, Սերգեյ։ Շնորհակալություն Արսեն, որ եկար, մյուս անգամ մի քիչ ավելի լավ պատրաստ եք ցածրեցին։ Հա, եղա Սիրակ ջան, դու վրասիր։ Հա։ Եվրախորհրդարանում միջոցառում էր կազմակերպվել, որտեղ եվրոպացի փորձագետները վերլուծում էին իրավիճակը Ադրբեջանում նախագահական ընտրություններին ընդառաջ։ Դալեճում ներկա ադրբեջանցիները իրենց բնորոշ քաղաքավարությամբ ուշադիր լսում էին։ You can expect the others to go to воспитание. Занимаетесь сепаратизмом. Позор! Неправда! Это неправда. Нет никакой проблемы в Азербайджане. Այս սեղանին խփելու գորգրալ ինչ որ ադրբեջանական ավանդույթ, հա։ Չէ, ուղղակի պայմանական ռեֆլեքս է։ Հենց քննադատություն են լսում ինչ-որ տեղից, միանգամից Ինչքան կուրախանային Պավլովը եւ իր աշունը։ Ինչքան նոր փորձեր կարելի էր անել։ Եվրոպացի պատգամավորներն ու փորձագետները քննադատում էին Ադրբեջանը կոռուպցիայի, մարդու իրավունքների ոտնահարման, ժողովրդավարության բացակայության պատճառով, իսկ ադրբեջանական կողմը բղավում էր, որ Ադրբեջանը համակեցության, հանդուրժողականության մոդել է։ Ու մի անգամ էլ եթե կարելի է հանդուրժողականության պահը էլի։
Հա, իդեպ այստեղ էլ առանց Պարույր Հայրիկյանին հիշատակելու օրը չանցավ։ Հիշեցին նաև Պարույր Հայրիկյանին, մասնավորապես նրան հիշատակեց Ասիմ Մոլազադան, ով Ադրբեջանի խորհրդանի падգամավոր է, ասելով, թե Հայրիկյանի հանդեպ մահափորձը կատարվել է այն պատճառով, որ նա ասել է, թե պետք չէ հակամարտել ադրբեջանցիների հետ։ Չէ, ախր հայտնի է, որ Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ արեցին պոսագետի կաֆելշիկները։ Չուսեմ, մի րոպե մաքսային միություն մտնելու համար էր սա եղել։ Ես լսել եմ, որ Ռուսաստանի հատուկ ծառայություններն էին։ 100% մասոններն են արել։ Կամ իլյումինատները։ Մեր քուչի Անդոն ա եղել։ Մտի ինձ նենց մարդը ասել, որ 100% գազի գների հետ է կապված։ 100%։ Իմ մեջ ասում են, որ կարող է հենց ինքն է։ Знаете, вот сейчас հիմա որ մտածում եմ, դյադ Վիտալիկը այդ գիշեր տանը չէր գիշերել։ Վերջ, լավ, հայ։ Մի խոսքով կապ չուներ Ադրբեջանի հետ էս ամենը։ Իսկ մեր Խաչատրյանը այսօր սենսացիոն բացահայտումներ արել ժամանակակից արվեստի ոլորտում։ Մհերը հանդիպեց Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախագահի հետ, որը հայտնվել է աննախադեպ սկանդալի էպիկենտրոնում։ Քանի կուլտուրա ալիքը նենգաբար թաքցնում է այս ամենը իր լսարանից, դիտենք Մհերի ռեպորտաժը։ Երբ կարծես ոչ մի բան չէր սպառնում Հայաստանի մշակութային անդորին, երբ արվեստագետները գլուխները կախ զբաղված էին արվեստով, հանկարծ ինչ-որ մութ ուժեր որոշեցին չար խաղ խաղալ ժամանակակից արվեստների միության նախագահ Մանուկ Նիգոյանի հետ։ Սկանդալ բորբոքվեց, մի նոր ալիք բարձրացավ, այն է արթնանում եմ քնից ու տեսնում եմ, որ բոլոր կայքերում հայտնվել է մի նորություն, բոլոր կայքերի գլխավոր նորություն որպես Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախագահ Մանուկ Նիգոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Մի ողջ ժողովուրդ ցնցվեց Մանուկ Նիգոյանի հետ կատարվածից։ Մի րոպե, լավ չհասկացա, ինչ-որ մեկի անունից ինչ-որ սխալ հաղորդագրություն էր տարածվել։ Հետո Ում էր պետք երիտասարդ նախագահի դեմ այս սադրանքը, ով էր կանգնած այդ ամենի հետևում։ Մոսադի հետ խնդիրներ ունես դու, Մոսադի։ Ոչ մի առնչություն չես ունեցել Մոսադի հետ։ Ոչ մի։ Ձեր խմբակել տարօրինակ մարդիկ չեն եկել, այս վերջերս։ Չէ, եթե հաշվի առնենք այն, որ որոշ քաղաքական գործիչների վերաբերյալ խոսում էին, բաբասանում էին, որ մասոններ են, իսկ ես կոնկրետ որպես անհատետ քաղաքական գործիչ էի սատարում, անուններ չտամ։ Պարզվեց, որ այդ դավերի հետևում կանգնած էր վաստակավոր արտիստ եւ արվեստագետ, որը չցանկացավ ներկայանալ։ Այդ երիտասարդը սպառնում է մեր արվեստին։ Ես եւ շատ ուրիշ արվեստագետներ համախմբվել ենք, որպեսզի ոչնչացնենք նրան, այլապես նա կոչնչացնի մեզ։ Իսկ քո կարծիքով դու քանի հատ ճուզող ունես Երևանում։ Երևի շատ է, դες տոկոստեր կվախենամ ասել, որովհետեւ շատ են, բայց քո շատ են, որովհետեւ առհասարակ մարդիկ ինձ ճանաչում են եթերներից, իսկ եթերում իմ պահվածքը մարդկանց մոտ տպավորություն է թողել, իհարկե ես բավականին զայրանում եմ եթերներում որոշ ժամանակ, որովհետեւ երբ խոսքը գնում է գրականության ու գրականության բռնաբարման մասին, ես չեմ կարող չզայրանալ։ Ինչ տպավորություն է թողում, ինչ էր ուզում ասել մարդը։ Երբ զայրանում եմ եւ իմ զայրույթը ցուցաբերում եմ եթերներից, մարդկանց սկսում է թվալ, թե ես մեծամիտ եմ, գոռոզ եմ, ինչ-որ այնտեղ Լևոն Մութաֆյանը ամենասկզբում մեղադրեց շիզոֆրենիկ հիվանդության մեջ, Արթուրը Հայրապետյանը մեղադրեց շիզոֆրենիայի մեջ, ասեց ժամանակակից հայ գրողներ դրամահավաքություն արեք Մանուկին ուղղակի հոգեբուժանում, մինչդեռ Արթուրն էլ Հայրապետյան, Լևոնն էլ Մութաֆյան լավ գիտեն, որ ես հոգեբուժի կարիք չունեմ։ Ժողովուրդը մի քանի շաբաթ է ուշքի չի գալիս այդ թեմայից։ Նրա շուրթերից անընդհատ հնչում էր Նիգոյանի ազգանունը։ Ինչ Նիգոյան, այդ ինչ թեմա է ու ինչ եք ուզում ինձանից։ Ինչ կուզես հիմա ասել բոլոր քո ճուզողներին, նայես տեսա խցիկին ու չգիտեմ, քո ուղերձը իրանց։ Ասա Եթե որպես հասարակական գործիչ պիտի ասեմ, ուրեմն կասեմ, քանի որ հաշվի առնելով եմ փաստը, որ իմ ճուզողները բավականին օգտակար օգուտ են ինձ բերում, ինձ PR անելով, կասեմ շարունակեք ճուզողել լինել, որովհետև ձեր մատուցած PR-ը չի կարող ինձ մատուցել նույնիսկ իմ մամուլի խոսնակն ու մամուլի ողջ ծառայությունը։ Ամենագլխավոր անակնկալը, որը մեզ սպասվում է գործունեության առումով։ Գլխավոր անակնկալը երևի 2 ամսից, մոտավորապես 2 ամսից հասարակությանը կներկայանան որպես Մանուկ Նիգոյան դերասան։ Այսքան էր այսօրվա Arm Comedy-ն Arm-News-ի տաղավարից։ Իսկ վերջում դիտեք վիդեոբոցը Հայոց լեռնաշխարհից։ Ես չեմ մտապահում, թե ով է Անի Զախարյանը։ Նոր քաղաքական մշակույթ կուսակցության հիմնադիր։ Այդ մշակույթը ամբողջանում է
ընդդեմ մայրանալուն եւ մայրական զգացմունքին դա մեր կուսակցության գաղափարախոսությունից դուրս է։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my keep the baby, and he keeps them out of sight. Do you know where that shark bites? Մեր իսկ եթե Իտալիա գնայր, պետքա հետևից սպագետի լիներ։ Չէ, ինչի սպագետի կար, պիցա լիներ։ Իսկ եթե Ռուսաստան ուրեմն բորշ, հա։ Ինչ սահմանափակ ինչի բորշ, կարող լիներ պիլմենի, պիրաժկի, ռյաժնկա, կուլիբյակա վերջի վերջո։ Հա, չէ, կուլիբյակայի նկար չունենք աչքիս։